Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ներկայացնենք մեր այսօրվա երկրորդ թեման։ Հոկտեմբերի 26-ին ժամը 19:00-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի Հայաստանի ակունք ազգագրական պետական համույթը հանդես կգա ակունքի հոպոն խորագիրը կրող համերգային ծրագրով, որը նվիրվում է հայ երգարվեստի երախտավոր համույթի հիմնադիր կազմի անդամ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանին։ Ակունք ազգագրական պետական համույթի արտիստ Արեգնաս Միքայելյան, ակունք ազգագրական պետական համույթի արտիստ Նարինե Զաքարյան, հենց դրանք էլ մեր այսօրվա հյուրերն են։ Բարի լույս։ Քնաղեք ուղղակի չեմ կարող փոխադարձել։ Կանացի։ Շնորհակալ ենք։ Ձեր շնորհակալություն գալու համար, մեր հրավերն ընդունելու համար։ Պատմեք երեկույթի մասին, միջոցառման մասին, ինչ է սպասվում, ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես որոշեցիք։ Դա մեր հերթական համերգն է, որը նվիրված է մեր հոպոյին, մենք իրեն հոպո ենք ասում, այդպես էլ բոլորը գիտեն, որովհետև Սասունում մեծ հորեղբորը, քերուն, ասում են հոպո կամ ապո, իրեն այդպես ասել ենք հոպո եւ հոպո է մնացել։ Սարգիս Բաղդասարյանը շատ երկար տարիներ է ակունքում, նա հիմնադիրներից է, դեռ երբ ակունքը որպես խումբ դեռ չկար, արդեն ինքը Մարոյի հետ շփումներ ուներ, ինքը առանձին երգում էր եւ դեռ 74 թվականից արդեն երբ որ խումբը հավաքվեց, ինչպես արդեն հասկացանք, Սարգիսը առաջինների շարքում էր, միշտ ակունքներում էր, ակունքի ակունքում էր։ Այո, որովհետև նա ոչ միայն երգիչ է, այլ նաև աղբյուր է, իրենից շատ երգեր ենք սովորել։ Ինքը սասունցի է, կրող է ժառանգների։ Արտաքնապես էլ տիպիկ։ Այո, փառահեղ։ Այո։ Այդպես դե մենք ժողովրդական երգի եւ երաժշտության պողակում ենք, այսինքն պետական համույթ է ակունքը, այնտեղ մեր գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանի հետ որոշել են, որ պետք է այս համերգը նվիրենք արժանին մատուցել նրան։ Այո, արժանին մատուցել եւ մենք էլ շատ ենք ուրախացել դրա համար, որտեղ նրա վաստակը ակունքում եւ ընդհանրապես հայ ազգային երգարվեստում շատ մեծ է։ Այդպես եւ ջանալով եւ շատ սիրելով, շատ սպասումներով պատրաստվել ենք եւ մնաց մի քանի օր, որ համերգը կայանա։ Համերգի մեծ մասը ինքը երգելու է, առանձին երգերել է երգելու եւ խմբի հետ էլ է երգելու։ Այնպես որ իր տարիքին պետք է չնայենք, նրա ձայնը տեղում է, խրոխտ էներգիան տեղում է եւ ինքը շատ լավ վիճակում է։ Բազմաթիվ սերունդներ են կրթվել, դաստիարակվել հոպոյի արվեստով, ոչ միայն ակունքում, ոչ միայն մնացած մեր ազգագրական խմբերում, այլ նաև կարելի ասել ամբողջ հայ ազգի սերունդներ են կրթվել, դաստիարակվել իր նիստուկացով, կեցվածքով, իր աշխարհայացքով, իր հայրենասիրությամբ։ Եվ ինքը խմբի սիմվոլ է եղել, շատ ի սկզբանե Հայրիկ Ուրադյանից հետո կարելի ասել նահապետն է այսօր։ Այո, այդ արվեստի նահապետն, այո, արվեստի եւ շատ համերգներ ենք ունենում, հենց առաջին իրեն են տեսնում եւ ճանաչում, մոտենում։ Ձեր դեմքն է այսպես ասել։ Այո, շատ։ Արտերկրում հաճախ եք հրավիրվում հայկական համայնքի արչեւ մրցելու ելույթների։ Ոչ այդքան հաճախ հիմա, բայց ոչինչ, բավականին շատ։ Վերջերս ենք վերադարձել Միչայլոց Կանադայից, մեծ համերգային շրջագայություն ենք 3 քաղաքում, 15 օր, այո, այնտեղ ենք եղել ենք Մոնրեալում, Քեմբրիջում, Տորոնտոյում եւ ունեցել ենք շատ փայլուն անհամեստություն չլինի ասել, արձագանքները շատ մեծ են եւ ամենակարևորը մենք կարողացանք մեր այնտեղի համայնքին մեր ազգային արվեստը ներկայացնելու, իրենք էլ ոմանք արդեն որտեղ սերունդներ կան, որ այնտեղ են ծնվել, մեծացել, արդեն նորից հիշողությունը վերադարձավ եւ ուրախ ենք դրա համար։ Կարծում եմ այդ ընդմիջումները չպետք է լինեն։ Մենք
անդադ կարիք ունի մեր հայ համայնքը այս արվեստի։ Իսկ երիտասարդներն ինչպես որ չկարոտի որ հրաշալի կարելի ասել։ Մեր խմբում էլ դե ակունքը հետաքրքիր խումբ է, շատ տարիքային տարբերությամբ։ Մի ժամանակ նույնիսկ ունեինք, որտեղ մեր պապիկը բավականին եւ ունեինք 18-17, հիմա մի քիչ մեծացել են։ Ըստ էության առաջին ակունքի, այսպես ասենք, հիմնադիրները եղել են հենց Արևմտյան Հայաստանից եկածները եւ խումբը հավաքվել է, մոտ 20 հոգի եղել են ժառանգները։ Մենք ես 79 թվականից եմ այնտեղ, Նարինեն 83 թվականից։ Մինչ այսօր, ինչպեսի հավատարմություն։ Այո, դա մեր համար, գիտեք, բան է, ապրելաձև է։ Մենք Մարոյի հետ անցել ենք ճանապարհ։ Մարո Մուրադյանի մասին է խոսքը։ Այո, Մարո Մուրադյանի վաղամերիկ ցավոք, որը փայլուն գիտեր ազգագրությունը, Հայրիկ Մուրադյանի դուստրն էր, ինքը ճիշտ է բանասեր էր, բայց նաև բանահավաքություն արդեն Որոն Բաղդասարյանը եւս պետական համալսարանից է։ Այո, ավարտել է, նա երկար ժամանակ դասավանդել է։ Ես որպես այնտեղից եմ։ Ահա, այո։ Այդպես, այսինքն փոքրերը այսպես է լինում, անընդհատ սերնդափոխություն է լինում։ Մենք ունեինք ժամանակին ակունքի ծիլեր, ստուդիա ունեինք, հիմա նորից վերականգնվում է այս տարվանից։ Դինամիկ այդ փոփոխությունը կատարվում է։ Մեր սաները մեծանում, համալրում էին, իհարկե դրսից էլ էր լինում, բայց մեծամասամբ այդպես էինք համալրում խումբը։ Հիմա էլ ունենք երիտասարդներ, փայլուն երիտասարդներ, տղաներ եւ աղջիկներ, որոնք ունեն շատ լավ ձայնային տվյալներ, ինտեգրվել են խմբին եւ արդեն մերվել են իրար, այսպես ասենք, եւ դա մեր համար արդեն սովորական երևույթ է։ Գիտեք, հիմա մի տեսակ ակնհայտ է դարձել, որ ազգագրությանը, ազգագրական երգին, արվեստին երիտասարդները գոնե նորից վերադառնում։ Լինի հարսանեկան արարողությունների ժամանակ ուրախալի է, երբ տեսնում ես ազգային տարրեր, թեկուզ հրավիրալի տեսքով լինեն այդ խմբերը, բայց նրանք նորից հիշեցնում են, նորից ամրվում են։ Կան եւ հիմա կարծես թե տենդենց է հարսանիքները ավելի շատ ուզում են ծիսական արարողություններ անել, ցավոք սրտի կան մարդիկ, որոնք մի քիչ այլ ձևի են դա հասկանում, բայց մենք ունենք շատ հրաշալի հարսանեկան ծեսերի արարողություն, որ կարելի ամբողջ հարսանիք անել եւ առաջ 7 օր 7 գիշեր էին արել եւ ամեն օրը իր խորհուրդն ուներ, այնպես որ այո, այդ 6-8-երը, չգիտեմ, բոլորը կա ազգագրության մեջ։ Պարզապես պետք է դա ավելի շատ առաջ մի քիչ ավելի հաճախ էին մեզ դիմում այդ իրադարձության համար էլի, որ հարսին հագցնել, փեսային հագցնել, հետո սրահում, այդ ամբողջ դրսով, հիմա այդքան ոնց որ մի քիչ պակասել է վերջերս, բայց կարծում եմ այո դեռ կվերադառնան, ինձ հետաքրքիր է վերադառնալով հոկտեմբերի 26-ին պարոն Բաղդասարյանի զգացողությունները։ Ցավոք սրտի այսօրվա այնպես է հուզում երեխա։ Իսկ Այդ արդեն գեղեցիկ է։ շատ է հուզվում, շատ պատասխանատվությամբ է վերաբերվում, ահա որ Այո, շատ։ Ասում են անընդհատ թղթերով է ման գալիս, ծրագրով է ման գալիս, փորձենք այսպես։ Հետո մի քիչ դժվար է մեր համար եւ իր համար, որտեղ իր ռեպերտուարը անսահման է, մենք էլ ուզում ենք, որ այն ամենամեր սիրելի նմուշները հնչի, ինքը ուզում է, որ իր սիրելի նմուշները հնչի եւ հնչի իր սոլո կատարումները եւ որ խումբը ուղեկցի։ Տենց մի քիչ դժվար է ծրագրի իմաստով կենտրոնանալ։ Ուրեմն փոփոխություններ որ գոնե այն ամենալավ բաները հնչեն, դրան էլ ենք պատրաստ, ասեմ ձեզ։ Իմպրովիզները կարող է արվել։ Այդպիսի դեպքեր, որ այո, ինքնաբուխ, ինքը դրա խնդրեմը չունի, ինքը հրաշալի է կատարում, ինքը բնատուր ձայն ունի եւ այդ տարիքում էլ շունչ ունի մի բավականին, ինչ ասեմ, շատ ջահելներից ավելի շատ եւ ինքը դրա խնդիրն ու խնդրեմը չունի։ Այստեղ հանդիսատեսը ով է ձեր հիմնական հանդիսատեսը, ովքեր են։ Դե ինձ թվում է այն ովքեր որ սիրում են այդ արվեստը ամեն դեպքում։
Բայց հետաքրքիր է, որ այս վերջերս նաև զբոսաշրջիկներ են շատ նկատում դա։ Հետաքրքիր է։ Գիտեք, եւ շատացել են երիտասարդները։ Ինչ հրաշալի։ Շատ։ Նույնիսկ ընտանիքներով են գալիս։ Ու ինչն է հետաքրքիր, գիտեք, փոքրիկ երեխաները, օրինակ մտածում ես, չգիտեմ, տաշի խուշիչի կամ բան չի, չէ՞։ Այնքան հանգիստ են նստած լսում։ Հետո տեսնում ես, որ արդեն միջանցքում այդ բաներում Արդեն արդյունքը տեսնում եք դե պատումները։ վերջը միշտ անպայման բոլորը համարյա մեծամասամբ դա մեզ ուրախացնում է, որ արդեն մեր ազգի շատ լայն շերտերը ոչ միայն միջինից բարձր, այլ արդեն երիտասարդները։ Եթե կարելի մի փոքրիկ հատված կարող եք այսպես չնախատեսած հաստատ, չենք խոսել այդ մասին, Դուք ասացիք պատրաստ եք իմպրովիզացիա։ Ինչու՞ չէ։ մի փոքրիկ գեղեցիկ կատարում մեր ու հեռուստադիտողի համար։ Գուցե Սասունից, հա, Ծամիս Թորգեի մի կտոր, հա։ Ես կողմ եմ։ Սիրով կլսենք։ Հետաքրքիր է, ուրեմն մի քանի օր առաջ էինք Էֆիրում, հենց Սարգիս Բաղդասարյանի հետ, երբ որ ասացին երգեք բան, ինքն էլ է Սասունցի, ես էլ։ Անմիջապես ասեցին գուցե Սասունի մի բան, Հանուբարների շարքից մի կտոր երգեցինք, բայց Նարինեն խոյեցի։ Արևմտյան Հայաստանից մեկն է։ Ծամիս Թորգերաներան խորոդիկ, հայ խորոդիկ, բոլորերես պզդիկ պերան, խորոդիկ ջան խորոդիկ, բոլորերես պզդիկ պերան, խորոդիկ ջան խորոդիկ, Դու գայներիս տարգահի տուր խորոդիկ, հայ խորոդիկ, մեջ կտմանի խանչարի պուր խորոդիկ ջան խորոդիկ, մեջ կտմանի խանչարի պուր խորոդիկ ջան խորոդիկ, դու եղերիս հալահուլա խորոդիկ, հայ խորոդիկ, քուտոտիկներ ամպիկուլա խորոդիկ ջան խորոդիկ, քուտոտիկներ ամպիկուլա խորոդիկ ջան խորոդիկ, Դու անուշիս կանցմանուշակ խորոդիկ, հայ խորոդիկ, Իկամ ծարատուր տարնամշակ խորոդիկ ջան խորոդիկ, իկամ ծրդուր տարնամշակ խորոդիկ ջան խորոդիկ։ Բրավո։ Ասեմ ավելին, սրանից ավելի սքանչելի եթերի ավարտ պատկերացնել հնարավոր չէր ձեզ, բարի ելույթ Պարոն Բաղդասարյանին ջերմ բարևներ, շնորհակալություն կատարած, այո, Լեբլեցունդարի շեֆ հրավիրում եք ձեզ նույնպես։ Շնորհակալ ենք, շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին մեզ դիտելու համար։ Մենք ավարտում ենք մեր առավոտյան եթերը մաղթելով ձեզ հրաշալի օր։ Իսկ դուք շարունակեք մնալ կենտրոնի եթերում։ Ցտեսություն։